Առանձնացրել եմ մի քանի խաբողների, մենք ասա խաբողներ, մի քանի խաբողների եմ առանձնացրել Սուրբ Գրքից, էլի կան, դու կարող ես 10 հատ էլ ավելացնել դրա վրա, բայց ես ինչքան ուզել եմ, այդքան եմ գրել, այն ամենագլխավորներին, այն վտանգավորները, որ մեզ խաբում են և մեզ իրանց ուզածն են անել տալիս։ Այդ դրա մասին եմ խոսում։ Պատգամի վերնագիրն դրել եմ ամենամեծը մի գրեք էլ մի բառով է վերնագիրը բացատրեմ նոր։ Այն ամենավտանգավոր խաբողը։ Եվ վերնագիրն է ինքնախաբեություն։ Որտեղ ինքնախաբեությունը ամենավտանգավոր խաբողն է։ Ամեն ոչ մեկ քեզ չի կարող այդքան խաբի, ինչքան ինքդ քեզ։ Ոչ մեկ իշի դա։ Ցանկացած պարագայում, որ դու քո իրականությունը հերքում ես, դու քեզ խաբում ես։ Ցանկացած իրավիճակում, որ դու քո իրական ճշմարտությունը ինչ որ կա, ինչի մեջ որ կաս, թելավ չես կարողանում ընդունես, դու ինքդ քեզ խաբում ես։ Ամեն եկեք նայեք ես մի քանի խաբողներին։ Առաջի խաբողը, որտեղից ցանել է խաբեությունը, շատ պարզ է, դա սատանան է։ Եվ ի զարմանս քեզ իրա մասին չեք խոսալու այսօր, ուղղակի ասում եմ, որ խաբեություն իրանից այլ է, դրա համար եմ իրան շեշտում։ Ամեն Հովհաննես 8:44-ում շատ այդ համարը չկա, Հովհաննես 8:44-ում շատ պարզ գրում է։ Չէ՞։ Սատանան ստախոսը և նրա հայրը, ճիշտ եմ ասում համարը, կարող է շփոթում։ Սատանան ստախոս է և ստության պապան։ Դեմ եք ինչ է նշանակում ստախոս, որ ինքը բառը այնպես չի, որ ինքը մեկ սուտ է խոսում։ Պահիտակ նեղվավ սուտ խոսած։ Սա էության մասին է խոսում։ Իրա էությունն այդպիսին է և ինքն է արտադրել սուտը, ինքն է հորինել, ինքն է ստեղծել և ինքն է դրել շարժի մեջ, պատմության մեջ, մարդկանց կյանքում, ինքն է դրել դա, գցել է մի հատ ռելսերի վրա ու գնում է, մինչև այսօր է սուտը, այդ խաբերությունը։ Ինքն է հորինել ու գցել։ Հիմա հարց քեզ։ Ես կարող եմ այնց անել, որ սատանան այլևս չխաբի։ Ասեմ սատանա, չլնեմ չիմանամ, էլ հանկարծ սուտ հորինես։ Չեմ կարող։ Կարող եմ աղոթել և լինել այնպիսին, որ իրա հորինած ոչ մի սուտ ու խաբերություն ինձ չկպնի, այսինքն ես չընկնեմ դրա ազդեցության տակ։ Կարող եմ։ Ամեն։ Կրկնում եմ, կարող եմ աղոթել ասեմ սատանա, չլնեմ չիմանամ, հայրը նտես բարկա, չէ, չլնեմ չիմանամ։ Չլնեմ չիմանամ, հանկարծ մեկը ուզենաս սուտ հնարես կամ խաբերություն հնարես, կամ ուզենաս ինձ խաբես, չեմ կարող։ Բայց կարող եմ աղոթել և կարող եմ լինել են մեկը, ով որ սատանայի հնարած ոչ մի ստի ու խաբերության չի հավատում և չի ընկնում այդ ազդեցության տակ։ Ասա ես կարող եմ լինել ես մեկը։ Ես կարող եմ լինել ես մեկը, ով ոչ մի ստի, ինչ է կարծում, սուտ ու խաբերությունը միայն նա, որ մենք վերանով հաուչե ենք ասում ճշմարտությանը։ Դա չի։ Խաբերություն է այն, օրինակ, որ դու ասում ես հեսա կանեմ, բայց չես անում հետ։ Խաբերություն է այն, որ ասում ես հետո կանեմ, չես անելու։ Խաբերություն է այն, որ դու ինքդ քեզ ներքուստ համոզում ես, որ դու ավելի լավն ես, քան դիմացինը։ Խաբերություն է նաև այն, որ քո պատկերացումների մեջ ինչ կա, դու խոսում ես դրա մասին արդեն կատարվածի նման։ Խաբերություն է այն, որ դու և ես բոլորս միշտ խոսում կամ ներկայանում ենք մեր անցյալով,
կամ մի քանի բան արածով ու ներկաներ այդ հիմքից ենք խոսում և այնպիսի տպավորություն աստեղծում, որ մենք հիմա էլ ենք այդպիսին խաբերություն է լավ եմ ասում խաբերություն է այն եթե դու քո իրականությանը չես կարում հաշվի նստես խաբերություն է այն եթե դու քեզ կարողանում ասես այո ես հիմա այդպիսին չեմ ես պիտի փոխվեմ ես պիտի ապաշխարեմ իմ կյանքը պիտի փոխվի որտեղ ես հիմա լավ վիճակում չեմ եթե դու սա քեզ չես կարողանում ասես դու խաբերության մեջ ես այո եկեք նայենք այդ իմացանք չէ սատանան առաջինը հիմա նայում ենք ուրիշ բան ով սատանայից հետո ով կարա քեզ խաբի մարդը չէ Մարկոս 13:5-ում Տեր Հիսուսը զգուշացրել է ու ասում է զգույշ եղեք որպեսզի չխաբվեք օրինակ Տեր Հիսուս դու երբևէ ասել ես որ հանգիստ ու արխային եղեք ես ոչ մեկ չի կարա խաբի ասելա չխաբվելու համար Հիսուսը պայման է դրել ասելա զգույշ եղեք պատկերացրեք դուք անցնում եք մի հատ նեղ ճանապարհով սենց շատ նեղ ես կան մի ոտի տեղա երկու կողմը ձոր է ու դուք ուզում եք դրա վրայով անցնեք ձեր հետ մի հոգի կա ու ինքը ձեզ անպայման ես խոսքն ես խորհուրդ է տալու զգույշ եղիր ինչ է նշանակում զգույշը իրա մեջ զգացողություն արմատ կա այսինքն դու գնահատում ես ու հասկանում ես իրավիճակի լրջությունը վտանգավորության աստիճանը լավ եմ ասում Գերամ աշխատում է 10 քանի հարկում, ես իմ ինչ անում չգիտեմ։ Եթե ինքը զգույշ չլինի, վտանգ կա, այդեղ մարդը ինքը իրան, պետք է ներքուս ասի, ինքը իրան արտնացնի ու ասի, ստեղ վտանգ կա, և այդ վտանգի զգացողություն ու գիտակցությունը քեզ ստիպում է, որ դու զգույշ լինես, ու դու չես ընկնում այդ վտանգի մեջ։ Հիսուսն ասել է զգույշ եղիր։ Գիտեք, կրկնում եմ, զգույշ լինելը ինչ է, բացատրում եմ քեզ հայերենում, երբ եմ մեկին ասում զգույշ կլնեք, կամ զգույշ եղիր, այսինքն գիտակցիր վտանգավորության չափը, վտանգ կա։ Ամեն։ Հիմա կոնկրետ այս պարագայում Տեր Հիսուս, որն է վտանգը, ինչ վտանգ է ինձ սպառնում կամ սպասում, ինձ ինչ վտանգի մեջ կարամ ընկնեմ։ Կարան քեզ խաբել։ Ով խաբի։ Մարդը։ Սատանայից անցանք։ Ով խաբի։ Մարդը, ոչ ոք ձեզ չխաբի։ Մարդու մասին է խոսքը։ Ամեն։ Կրկնում եմ։ Շատ կարևոր է, դրա համար նորից եմ հարկ համարում կրկնելու։ Գիտակցեք, հոգևոր ինչ կոորդինատներ ունեք հիմա, որտեղ Հիսուսը հոգևոր է, չէ՞ ասել։ Կրկնում եմ, գիտակցեք, հոգևոր ինչ կոորդինատներ ունեք ձեր տեղանքը, հոգևոր ինչպիսի վիճակում եք դուք կամ ինչպիսի աստիճանում, ու գիտակցեք, որ այդտեղ վտանգավորության աստիճան կա, չափ կա և հնարավոր է դու զգույշ չլինելու պատճառով ընկնես այդ հոգևոր պրոբլեմի խնդրի վտանգի մեջ, թակարդի մեջ, զգուշությունը քեզ կպահի, որ դու թակարդի մեջ չընկնես։ Ով ասում զգուշություն։ Հոգևոր զգուշություն, ով ասում, որ ինքը զգույշ լինի։ Եկեք աղոթենք սրա մարմինով։ Տեր Աստված, խնդրում եմ քեզ, մեզ բոլորիս եկեղեցում, այն լիքը մարդիկ էր, որ ստեղ չեն Տեր։ Աղոթում եմ, որ մեր զգոնությունը, մեր զգույշ լինելը բարձրացնես Տեր։ Աղոթում եմ Տեր այնպես անես, որ
մենք միշտ գիտակցենք վտանգի չափն ու աստիճանը եւ դա մեզ պահի չափի եւ զգուշության մեջ։ Այսինքն մեզ հագցելու հոգևոր գիտակցությունը դեր հասկանալու, ըմբռնելու, կշռելու, կշռադատելու մեր հոգևոր իրականությունները։ Թե ինչ վտանգի մեջ կարամ ընկնեմ ես, եթե զգույշ չլինեմ։ Օրինակ, հիմա, ամեն, հիմա օրինակ, շատ երկար թեմա է, պետք է համբերատար լսես, բայց փորձեմ կարճացնեմ։ Ինչ կարա լինի, ինչ հետևանք կարա ունենա, եթե ես զգույշ չլինեմ, օրինակ։ Գիտեք, մենք ուշադրի լսի խնդրում եմ ինչ եմ ասում։ Եթե դու զգույշ ես, ու դու պահում ես խոսքը, այն ինչ որ Հիսուսն ասել է, ոչ մի եկած վտանգ քեզ չի կարա գցի դրա մեջ։ Ոչ մի։ Մենք ընկել ենք դրա մեջ, որտեղ մենք խոսքն անտեսել ենք, զգույշ չենք եղել։ Հասկանում ես ինձ ինչ եմ ասում։ Ասա հատեչ։ Մենք զգուշություն չենք ցուցաբերել, մենք ճիշտ չենք հասկացել ինչ կարա լինի, մենք արխային, անհոգ ենք, անտարբեր ենք եղել տվյալ իրավիճակի նկատմամբ կամ մեր մասին այնքան մեծ ենք մտածել։ Անունները իմ այդ սուալերնի։ Հասկանում ես ինձ, բայց լիքը խախտումներ ենք արել։ Չենք լսել, որ զգուշ եղին արսեն։ Օրինակ, որ երեխեքը մի տեղ են հետում, դու ավտոմատ ասում չես զգույշ կլինեք։ Դու հասկանում ես իրանք տեղ է գնում, կարող վտանգ լինի։ Եթե տան մեջ սաղը տիրար է տիրիկունը նստացեք, ոչ մեկին չի ասում զգույշ եղի, որովհետև սաղը դիվանի նստած չայ եք խմում։ Բայց երբ որ մեկ հեռնի ճանապարհ գնա մի բան անի, մի գործ ասում ես զգույշ կլինեք։ Ինչ ես ասում։ Դու հասկանում ես, որ երեխեն չի գիտակցում։ Հիմա Հիսուսն է մեր պապան է, իր երեխեքին մեզ ասում է զգույշ եղեք։ Հասկացեք։ Ընկալեք, բացատրում եմ հոմանիշները։ Զգացեք, ըմբռնեք, ընկալեք, հասկացեք, կշռադատեք, տեսեք, հասկացեք իրականությունը, որ կարա ձեզ վտանգ սպառնի ձեր զգույշ չլինելու պատճառով։ Ոնց անեմ, որ այդպես լինեմ, անզգա մարդը կարա զգույշ լինի։ Քանի հոգի կունենաք ձեր կյանքում, որոնց 1000 անգամ խրատել եք, իրանք մեկա չեն լսել ձեր ասածը։ Տեսակ, բոլորս ասեք լիքը չէ, հիմա ուրիշ հարց եմ տալիս։ Քանի հոգի կա, որ իրանց 2000 անգամ են խրատել, իրանք չեն լսել։ Դե մեզ չկան դժվարաձայն բարձրացնելը, որովհետև դու միշտ տենում ես, որ ջանասակարը մաշինը։ Զգույշ մարդը, զգույշ լինքի նաև նշանակում է, որ ինքը իր զգացմունքները առողջ են, վնասված չեն։ Հասկացեք ինչ եմ ասում։ Չի, վիրավորած չի, խանձված չի, դաղված չի, սուտ գրայի բառեր եմ ասում։ Զգոնը աշխատում է, չի դառե անզգա։ Հիսուսն ասում է, եթե զգույշ չելար, ես սրա հակառակ բան պատվերն եմ ասում հիմա, եթե զգույշ չլինես, ես կխաբեմ։ Այդ է ասում Հիսուսը։ Ամեն, համաձայնես ուրեմն երկրորդ խաբողը սատանայից բացի մարդն էր, որ կարա քեզ խաբի։ Զգույշ եղիր։ Հիմա, մի հատ վտանգավոր բան եմ ասում, կրոնի կաղապարի մտածելակերպի մեջ։ Մարդը ուզում է խաբվի, որ հետո ես ինձ հարացում եմ։ Տեր Աստված, ես ինչ դժվարության մեջ եմ ընկել։ Զոհը ներկայանալու Աստծո սիրտը խառնում է։ Կերոնից, մարդկային արդարությունից, հասկացաք։ Ինքը ուզում է որ խաբվի, ուզում է որ իրան նեղացնեն,
որ ինքը միշտ այդ զոհի կարգավիճակով ներկայանա։ Սա կրոն է, սա անաստվածային է։ Մենք չենք ուզում սա։ Ամեն Աստված օրհնի քեզ։ Աբդիա, այդպես մարգարեություն կա, Աբդիա։ Աբդիա, ում երեխան գտանի թորի անուն Աբդիա, չգիտեմ, Աբդիա։ Աբդիա մեկ երեխան։ Ասում երրորդ խաբողը։ Մենք խոսում ենք երրորդ խաբողի մասին։ Սատանա մարդ եւ երրորդ խաբող տեսնենք ով է։ Քո սրտի հպարտությունը քեզ խաբել է։ Ուրա ով կա։ Ուշու։ Ով կա, ուրա։ Մարդ ջերեու։ Ֆիզիկական ոչ մի բան չկա, բայց սիրտը քեզ խաբել է։ Եկեք մի հատ իրար հետ նայենք, չափված մարդիկ եք խելացի։ Եկեք իրար հետ նայենք, ոնց կարա իմ սիրտն ինձ խաբի։ Ինձ ինչ պետք է ասի իմ սիրտը, որ ինձ խաբի։ Կարող ես լսես։ Իմ սիրտը ինձ ինչ պետք է ասի, որ ինձ խաբի։ Նախ տենում եք, որ սիրտը խաբելա է։ Ծննդոցի մեջ մի հատ խոսք ասում, մարդու սրտի խորհուրդները մանկությունից ի վեր չար։ Ինք խաբող է։ Ամեն, հիմա, Արսենի սիրտ։ Արսենի սիրտ։ Ինչ կի ասես Արսենի, որ Արսենի խաբես կամ ինչի ես դու ուզում ինձ խաբես։ Քննարկում ենք, չէ՞ տաքսկիր է։ Կրկնում եմ, Արսենի սիրտ։ Ինչի ես դու ուզում Արսենի խաբես։ Ինչի համար։ Որովհետև շատ են գսիր, այս սիրտը փոխված չի։ Իմ վրա եմ ասում։ Այս սիրտը փոխված չի, ինքը խաբեբայ է, և ինքը իմ թշնամին է։ Քանի չի փոխվել, ինքը իմ թշնամիներից է, ինքը ուզում է ինձ խաբի, որ ինձ տանի գործանման։ Որտեղ ինքը թշնամի է։ Ով ասել Սուրբ Գիրքը։ Ով ասում սիրտը խաբեբայ է Սուրբ Գիրքը։ Բայց երբ որ սիրտը փոխվում է, սիրտը ապաշխարում է, այն որ մեկի համար աղոթում էի, ուրիշ տեր էր չմտածեք տենասով էր։ Բացահայտ տենում եմ, որ այս մարդու կյանքում թագավորության փոփոխություն պիտի լինի։ Մի հատ ասա ինչ թագավորության, դեռ իր սրտի գահին ինքն էր նստած, ինքն էր ղեկավարում իր կյանքը, իր եսն ու էգոն էին իշխում ու տիրում իր կյանքի վրա, Հիսուսը չէր թագավորը իր սրտի, Հիսուսի աթոռին, սրտի միջի աթոռին, ինքն էր նստած։ Ու ով որ նստած ատեղ, այդ ինքը որ նստած ատեղ, դա իրա եսն է, իրա էգոն է, դա պղծված մարդն է, դա խաբեբան է, դա դժոխքի ենթակա էությունն է, դա հին մարդն է, դա Ադամն է։ Այդ ուզում ես հետի քեզ չխաբի քո լավը ուզի, հա? Ուզում ես ինքը քո լավն ուզի, չկա տես բան, փոխված սիրտն է, որ չի խաբվում։ Հիսուսի հետ հարաբերություն ունեցող սիրտն է, որ չի խաբվում։ Հիսուսի հետ մտերմիկ մարդն է, Աստծո գործի կոչման մեջ վազող հասկացող մարդն է, ներդրված, նվիրված, ոնց ասեմ, մահապարտի մտածելակերպ ունեցող մարդու սիրտն է, որ չի խաբի քեզ։ Որ դու նվիրված ես, տրված ես, ներդրվել ես, դու մահապարտի մտածելակերպ ունես։ Դա է, որ չի խաբելու քեզ, ընդհակառակ քեզ ասել է, դու որ ուզենաս չանես, ինքը քեզ ստիպելու է, որ դու անես։ Բայց դու պատկերացրեք, չփոխված սիրտը, ինքը չի ուզում անի հերիք չի, բայց դու ստերան դու էլ չես ուզում որ անես։
կամ լինես, դրա համար ոչինչ չի փոխվի։ Հիմա հպարտ մարդ, հպարտ սիրտ, ինչա խափում քեզ։ Հպարտ մարդը իրան պետք է գովա, չէ՞։ Արա դե դու ուրիշ ես էլի Արսեն։ Արա դե դու ուրիշ տղա ես էլի։ Արա դու ուրիշ հավատացյալ ես։ Դու ուրիշ կարոզիչ ես։ Դու ուրիշ հովիվ ես։ Դու ուրիշ գիտեր ինչ ես, ուսուցիչ ես։ Դու ուրիշ պապա ես, դու ուրիշ պապի ես, դու ուրիշ ամուսին ես, դու հատուկ մեկն ես։ Նայում ես քո իրականությանը, ոչ մի բան չի բռնում իրար հետ։ Լավ ես։ Ինչ անում, խափում է։ Դու սկսում ես համեմատվել։ Ուշադրիր լսիր։ Սրտի խափելու կողմից, իրա կողմից որ խափում է, ինքը չի կարա քեզ խափի, եթե քո մտքի մեջ, պատկերացման մեջ չբերի համեմատություններ։ Որպես ինքը քեզ լավ խափի, ինքը պետք է բերի համեմատություններ։ Տեսա ես Արսենին ինչ արեց, յան է հովիվա։ Ես լեի հոտես չէի անի։ Տեսար ես Արմենին, ես կյանքում չէի անի դենց, գնաց համեմատությունը, ով ամենալավ է դու, լսել եք է պատմությունը, մի հատ հարմասնեմ, հավատացյալներով խոսում են իրարդ, մեկ է սկսում ասել, աշխարհի ամենաուժեղ հավատացյալները Հայաստանում են։ Հայը։ Մի քիչ է խոսում ասում Հայաստանի ամենաուժեղ ոցված հորավոր եկեղեցին մեր եկեղեցին է։ Ասում մեր եկեղեցու ամենաուժեղ խումբը մեր խումբն է։ Մեր խմբի ամենաուժեղ մարդը ես եմ։ Տեսակ ոնց իրան մի վայրկյանում սարքեց աշխարհի ամենաուժեղ հավատացյալը։ Ով է խափել, այսինքն։ Դադարեք համեմատվել։ Քո սիրտը քեզ խափելու է։ Քո սրտի հպարտությունը, որ կա, քեզ խափելու է ու քեզ գցելու է։ Քանի ոք են հավատում, որ հոգևոր դաշտում մարդիկ կարան պատահական ընկնեն։ Չհավատակ կյանքում։ Չհավատակ կյանքում կարենան մեկի գցեն հոգևորությունից։ Շարունակեմ, թե չէ։ Եթե ինքը չի խափվել, այսօրվա թեմայի մեջ եմ ասում։ Չեն կարա քո վրա։ Եթե ամեն բան փակ է, եթե սենց խափեություններ չկա, ոչ մեկ չի կարա քո վրա։ Դու ինքդ ես հավատացել քո չկա քիզի նմանին։ Ինքդ ես հավատացել, որ դու հատուկ ես, որ դու ուժեղ ես, որ քո հետ անարդար եղավ, քո հետ վատ եղավ, դեմ չէ որ կարա անարդար լինի։ Բայց դու դրանից հետաց կլնդել եք ասել վիշտըտ պայք ես կմերնես։ Հասկանում ես ինձ ինչ եմ ասում, ով է ինձ հասկանում։ Այնքան չեմ ուզում խափվենք անկած եմ ասում։ 10 օր առաջ եմ գրել ես թեման։ Այնքան եմ ուզում, որ մենք չխափվենք, որտև տենում եմ, դու էլ ես հասկանում, տենում, մենակ ես չեմ, որ խնդիրների մեծամասնությունը գալիս է խափվելուց, երբ որ դու ինքդ քեզ խափում ես, ամենամեծ խափողը դու ես քեզ։ Հիմա հարց եմ տալիս քեզ։ Ով կարա քեզ ամենաշատը ու ամենալավը գովա։ Ով կարա։ Ով ասի մեդալ եմ տալիս իրան։ Հա։ Ես։ Քեզ ամենալավն ու ամենաշատը դու կարաս գովաս, ուրիշ ոչ մեկ։
Քեզ ամենաշատը դու կարաս խաբես, ուրիշ ոչ մեկ։ Ինքնախաբեություն։ Գովասան քո մասին, քո մեջ, քո մասին ինչ ես մտածում, ով ես դու։ Եթե քո սրտի մեջ մտածում ես, որ դու իրոք լիքը խնդիրներ ունես, օրինակ եմ ասում, բայց ներկայանում ես ոչ այդպես, մեկը դու էլի քեզ խաբեցիր։ Դու չես կարող ասես, ես իմ սրտի հետ հաշտ եմ, ես իմ սրտի մեջ ընդունում եմ իմ իրականությունը, բայց վարմունքներիս մեջ հոցուց չեմ տա։ Օրինակ ես հանդիպել եմ մարդկանց, ասում եմ, ես պետք է խոսամ իմ խնդրի մասին։ Վտանգավոր է։ Անկեղծ։ Ես չեմ վախենում խնդրի մասին խոսալուց։ Ամբողջ աշխարհին կարակ հավաքեք իրանց առաջ խոսամ իմ խնդիրների մասին։ Որտեղ հասկացել եմ, որ դա ամենաապահով բանն է, որ դու կարող ես ազատ խոսաս։ Դու կայացած մարդը չի վախենում։ Աֆրիկայում մի հատ հովիվ ա լինում։ Մարդիկ գալիս են իրանց եկեղեցի ուզում են այս հովիվի անուկան հետ խաղան գցեն ժողովրդի աչքից կան այդպես մարդիկ մի զարմացեն։ Անենց կան չէ մարդիկ կոմոտ անենց են անում, որ էլի քո աչքից ընկնի։ Գալիս են պարզ եկեղեցի, որ ու ժողովրդին ասում են, որ գիտեք ձեր հովիվը նախկինում 50-ած սիրած ուներ, օրինակ։ Շնացող էր, նարկաման էր, էս էր։ Դեք ժողովուրդն ինչա պատասխանում։ Ասում մենք այդ ամեն ինչը գիտենք, ինքը մեզ ամեն ինչ պատմում է։ Դանցյալում էր, հիմա ինք ուրիշ մարդ, մենք դրանով հանդերձ իրան ընդունել ենք, որպես մեզ հովիվ։ Ես վստահ եմ, եթե պատմած չլիներ, լիքը մարդիկ կգայթակղեն, կասեին, կարող է էսի բանը թաքցնում, չի փոխվել ստիցանում, չի լասյով այքը, մի ծածկեք, գոնե Աստծո առաջ, գտեք, հիմա քեզ ուզում եմ կարևոր խորհուրդ տամ, գտի մեկ-երկու հոգի, հաստատ որ ուզենաս կգտնես, լուրջ բան եմ ասում քեզ, գտի մեկ-երկու հոգի, գնա իրա մոտ, երկուսն ասում եմ մի նկատի ունեմ, որ ընձենից բացի ուրիշի մոտ էլ կարաս անես, դրա համար եմ երկուսն ասում, ոչ թե մի բան է երկուսի մոտ խոսա, դրա մասին չի, կարաս թե երբ 10 հոգ մոտ խոսած, գտիր մեկ-երկու հոգու, գնա իրա մոտ ու իրան անկեղծ ասա քո իրականությունը։ Ոչ մեկի մոտ, գնա, պարզ ասա, եթե ունես, ու ես հավատում եմ, որ մենք ունենք։ Հիմա կասես ոնց, աչք ունեմ, դու էլ ունես ինձ հստանում, ամեն, գնաս այսօր Արսեն ինչ-որ ասում էր ես որ կարացից, հոգնել եմ ուրիշ մարդ ներկայանալուց, լսար ինչ ասեցի, հոգնել եմ ուրիշ մարդ ներկայանալուց, իմ իրականություն իմ ներկայանալու հետ վապշի կապ չունի, հոգնել եմ սրանից, ուզում եմ փոխվի, այեսի քեզ կփոխի, այս ասելդ գնալդ քեզ կփոխի, այս անկեղծ զրույցը, գիտեք մարդիկ կարող են խոսալ, բայց խոսան բողոքելով, չէ, ես կողմնակից եմ, որ մարդը իր իրականություն ընդուն, Հիսուսն էլ դրա կողմնակից է, հենց այդպես արեցի սկսել ես փոխվել, հենց այդպես արեցի երկինքը ծափահարելու է դրան, որտեղ Աստծուն մոտ ընդունվելու և հաճույք վայելելու քայլը սկսում է նրանից, որ մարդը իր իրականությունն է սկսում ընդունել, ինչպիսին է ինքը, մեղավորի պարագայում էլա, չէ այդպես, որ մի հատ մեղավոր, որ դարձի է գալիս, երկնքում հոգյուք են անում, որ փրկվում է, ամեն, շարունակում ենք, ուրեմն քո սրտի հպարտությունը կարա, քեզ խափի, սա երրորդ խափողն էր, հասկանում ես մի հատ ասարա, ամեն, չորրորդ ամենագլխավոր խափողը, ինքդ քեզ, Գաղատացիս 6:3, Անահիտ, ինքդ քեզ, որովհետև եթե մեկը համարում է թե մի բան է և չէ, ինչ լավ ա գնում Պողոս աղբերը, ամեն, եթե մեկը
ուշադրին այդ բառերի։ Եթե մեկը համարում է, թե մի բան է և չէ, ինքն իրանց է խաբում է։ Այդ մեկը ինչ է անում։ Համարում է։ Ինչ է համարել։ Այսքան ինքը իրա վրա ինչքան մեծ համարում բառը հայերենում կարծիքն է։ Մեկը իրա վրա ինչքան մեծ կարծիք ունի, բայց իրա ունեցած կարծիքը իրա մասին չի համապատասխանում իրականությանը, ասում է նա ինքն իրեն խաբում է։ Լավ ասում։ Ինչ լավ է, որ ես չեմ ասել, խելքս չելերը հասնի ասեի։ Սուր գիրկա։ Ամեն մի պատասխանի, բայց ես հարցով ուզում եմ միտքը ձգեմ։ Քանի հոգի կա, որ փախի քո իրականությունից, քանի հոգի կա, որ իրանք իրանց մասին այնքան մեծ կարծիքի են, որ պահիտակ լսում ես, ասում ես վայաման, ոնց ասած մտածում իրա մասին, ու տենում ես ոնց է էգոն թափվում։ Ինչ ես մտածում դու քո մասին, ինչ կարծիք ունես քո մասին, եթե դա սուտ է, այտենց չի, օրինակ, ես մտածեի ման, ես 100 կիլո շտագա եմ ան։ Արմեն հարցնում է կարաս անես, ասում հա, բայց ստես ասում է չես ամոչում, սիրտս երբայք ձեզ ամոչի, չես ամոչում, ասում ես հա, դու 50 կիլո չես կար անես, այդ վիսկուտի ժամերին մի հատ տուրնիկ չէի կարում ձգվեի, ջահանկերց եմ ասում չէի կարում, չես ամոչում, ասում ես 100 կիլո կարաս շտանգա անես, Այդպես համարում կարծիք մի ունեցի քո մասին, որը քեզանից շատ է հեռու։ Գիտեք Աստծո համար եւ իմ համար էլ ու բոլորիս համար էլ այդպես է։ Երբ որ մարդը իր մասին սկսում է բաներ խոսալ, առաջի արձագանքը մարդու մտքի մեջ որ գալիս է, իմ ու քո կյանքին նայելն է, խոսածողի կյանքին է նայում։ Այս ասելը որ ասում է 100 կիլո շտանգա եմ անում։ Այն երբ ան, հեչով է տեսել որ անի։ Ոչ մեկ։ Ապեր կարաս մի հատ հանես 100 կիլո ասեմ, չեն կարող, դրանով է որոշվում, դու ով ես, ոչ թե ինչ մտածեցիր կամ ասեցիր դու քո մասին, ամեն, Հակոբոս Առաքյանը այսպիսի մի խոսք է ասում, բար, իրուպ է, ամեն չա, ասում եմ ով որ իրա լեզուն սանձում է, ինքը կատարյալ մարդ է, յանը ինչ, իպեր ինչ, ով որ կարում է իրա լեզուն սանձի, ինքը կատարյալ մարդ է, այսինքն կատարյալ մարդ է, այսինքն ինչ, ինչի համար, բացատրում է, որովհետև լեզուն ամենաբարդ նվաճվող ու կառավարվող օրգանն է մեր մարմնի մեջ։ Ամենավերջի կառավարվողը, ամենաբարդ նվաճվողը։ Ամեն։ Այսինքն, նայեք, եթե դու կարողանում ես քո լեզուն նվաճել, ուրեմն դու քո աչքին ես նվաճել, դու քո ձեռքին ես նվաճել, դու քո ոտքին ես նվաճել, քո ամեն ինչին նվաճել ես, հասկացաք ինչ եմ ասում, ոնց որ հիմա էլի շտանգի վրա ասեմ։ Եթե ես կարում եմ հանել 200 կիլո շտանգա, ուրեմ 150-ն եմ հանում, 100-ն եմ հանում, 50-ն եմ հանում, հասկացաք ինչ եմ ասում։ Դրա համար է Պողոսն ասում, լեզուն ամենադժվար ղեկավարվողն է։ Այսինքն եթե դու քո լեզվի վրա կարում ես, էլ քո մարմնի մեջ այդպես անդամ է, այդպես իրադրություն չկա օրգան, որին դու չկարենաս ղեկավարես։ Հասկացաք ինչի ասում Հակոբոսը։ Հիմա, իսկ որն է լեզվի մասին, բանը, որ Հակոբոսն ասում է լեզուն ինչի նկատի ունի, արդյոք մենակ բացահայտ սուտ խոսալն է դրա մեջ ոչ, նա է, բայց ոչ միայն, արդյոք մենակ
հայոյերն է լեզվով, դրա մասին է խոսում, այո, բայց ոչ միայն, արդյոք միայն անիծելն է կամ վատ բառեր օգտագործելն է, այո, բայց ոչ միայն, այն որ, ուշադիր լսիր, այն որ դու քո մասին մեծ կարծիքի ես, բայց հեռու ես դրանից, բայց երբ որ պետք լինի դու քո մասին այդպես կարտահայտվես, թեկուզ գիտեք չիմացող, մենք այնքան բան ենք ճարպիկ ենք, մենք չիմացողների մոտ ենք արտահայտվում, կարծիք ստեղծենք, դեք դու սկսում ես կամաց խոսալ քո մասին, ուրեմն դու քո լեզուն չես կարող ղեկավարես, այն լեզուն, որ սկսում է քեզ գավալ ինքդ քեզ, դու խնդիր ունես, հասկացան ինչ եմ ասում, ստեի այդ խնդիր ունես, որը դառնում է բառ, որը դառնում է լեզու և սկսում է խոսել։ Հիմա հասկացան ինչի համար է լեզուն զսպող է կատարյալ մարդ, որտեղ եթե լեզու զսպում ես, ամեն ինչը արդեն զսպված է։ Լեզուն ամենավերջին, ասես բան կա, չէ, սրա հետ լավ եմ, սրա հետ լավ եմ, սրա հետ լավ եմ, սրա հետ այսի ոնց որ խել, այս սրաներ, որ ամեն ընձնով, չէ, սա հարցերը կլծվի, այդ լեզուն է։ Ամեն, վատ եմ ասում, շարունակում ենք, Հակոբոս, 1:22, բայց խոսքը անող եղեք, և ոչ միայն լսողներ, ձեր անձերը խաբելով։ Մի ուրիշ թարգմանության մեջ գիտեք ինչ է գրում, Ոլգա քույր կկարդաս, մի հատ բարձր, եթե թարգմանությունն է, Անտիլիասը։ Ասում է խոսքը անող եղեք, ոչ միայն գոհացողներ։ Ավելի ուժեղ բառն են կան բացատրեմ, կան լսող բառը։ Օրինակ, դու լսում ես մեկի քարոզը, կարդում ես Աստվածաշունչը, լսում ես, չէ, կարդալով լսում ես։ Լսում ես մեկին, այս ինչ կալ բան էր ասում։ Այս ինչ հիանալի ասում Պողոսը։ Աստված խոսած ես ինչ սքանչելի է։ Արմենը քարոզում էր, ես ինչ ուժեղ բաներ էր ասում։ Խոհանում են, Տեր, շնորհակալ ենք, ես ինչ լավ էր մեր լսելիքների։ Բայց ոչ մի կատարում չկա քո լսած բանի նկատմամբ։ Իմ կարող է քեզ գոհացնել կամ չգոհացնել։ Ով որ գոհանում ասում է, այս ինչ լավ էր, ու իրա մեջ, դա զերո է։ Սուրբ Գիրքն ասում է դու պիտի կատարես էդի։ Ամեն, եթե չես կատարում ինչ ես անում, Անահիտ Բաղաջանյան, քո անձը խաբում ես, տենում ես, որ դու ես քեզ խաբում, դու ինքդ քեզ խաբում ես, երբ որ դու լսում ես Աստծո խոսքը, բայց չես կատարում, դու խաբում ես ինքդ քեզ, ուրիշ ոչ մեկ։ Համաձայն ես։ Հակոբոս 1:26-25 ներողություն։ Թե 26։ Արդեն ստել է լավ չեմ տենում։ Եթե ձեզանից մեկը կարծում է, թե կրոնասեր է, Անտիլիասի ավելի պարզ բացատրության մեջ գրվում է բարեպաշտ։ Եթե ձեզանից մեկը կարծում է, թե բարեպաշտ է, քանի ոգ են կարծում իրանց, որ իրանք բարեպաշտ են։ Մի վախի հասնես։ Բարեպաշտ գիտեք ինչ է։ Բարի վարք ունեցող, բարի բաների հանդեպ ցանկություն ու նպատակ ունեցող, չէ, այսինքն դու պահում ես բարի բաները, դա քո համար դրական բան է, պաշտամունքի պես է քո համար, ամեն, այն որ ասում է բարեպաշտ կյանքով էր ապրում, այսինքն չարություններ չէր անում այտենց հատուկ, չէ, բարեպաշտ մարդ էր, հիմա ասում է Հակոբոսը, եթե, տեսեք ինչ է ասում, ասում է, եթե ձեզանից մեկը կարծում է, ով դու ես կարծում, դու ես քեզ կարծում բարեպաշտ, ոչ մեկ քեզ բան չի ասել, դու քեզ կարծում ես բարեպաշտ, հիմա նայեք բացատրությանը, ինքս ինձ ոնց ապացուցեմ, որ իմ բարեպաշտ կարծիքը իմ անձի հանդեպ իրականություն է, հասկացան ինչ ասել, բարդ եմ խոսում, բայց եթե իր լեզուն չի սանձում,
նա խափում է իր սիրտը։ Մտերմ ես դու ես քո սրտը խափում։ Դու քեզ խափում ես։ Այսի եթե սանձած չի, դա ինչ է ասում, ասում քո բարեպաշտությունը փուչ է, զուր։ Հիմա, Արսեն ջան, քեզի մեջտեղից ճղի, ասա գիտես ինչ եմ արել, գիտես երեք իշքան բան մարդու եմ օգնել, գիտես սրան ինչ եմ արել, գիտես են ինչ եմ արել, եթե սա սանձահարված չի, ու դու քո մասին մեծ բարեպաշտի կարծիք ունես, օրինակ լեզվով ես չէ բան ասում, լեզվով ես չէ չարախոսում, սուտ կա չարախոսության մեջ, կա չէ, բայց հնարավոր է, որ իրականություն ես ասում, բայց չար ես խոսում, չար սրտով ես խոսում, չարի պատճառով ես խոսում, գցելու, տնորելու, սենց, ոնց ասեմ, զրոյացնելու պատճառով ես խոսում, ասում է դու քեզ խափում ես, ինչ որ անում ես փուչայի սուրա, այսքան քո աթոռիցիքի, ես քեզ այսօր հորդոր ունեմ անելու, քո կարծիքի աթոռիցիքի, նստի Աստծո կարծիքի աթոռել, Սուրբ գրքի ասած խոսքերի վրա այդ աթոռին նստիր ու դրանով կշարիր ով ես դու։ Ես դեմ չեմ, որ դու քո մասին դրական մտածես, ես ճիշտ հասկացիր, ես չեմ խոսում դրա մասին, որ մենք թելարժեքության մեջ գնանք, մենք սկսենք մեր մասին բացասական խոսել։ Ես խոսում եմ նրա մասին, որ դու ունես կարծիք քո մասին, որ չի համապատասխանում իրականությանը, Սուրբ Գիրքն չի փաստում դա։ Ամեն։ Ես ուզում եմ լինել Սուրբ Գրքի ասացի աթոռին նստած այդտեղ։ Այդ կշերք ինձ ցույց տա, ես ինչքան եմ Աստծո հետ համաձայնեցված կարծիք ունենամ, Աստծո սրտից կարծիք ունենամ իմ մասին, ով եմ ես, ինչ է ասել Սուրբ Գիրքը, ոչ թե ինքս իմ մասին չկա քո նման Արսեն դու մի հատ ուրիշ մեկն ես։ Չես ես մեկ հավան նստես ասես, հիշես ինձ, հիշես են մեկին, հիշես են մեկին, հիշես իմ բացասական վատ կողմերը, հետո նայես քեզի ասես արա թե ես ուրիշ եմ այլ։ Զգույշ եղիր։ Սուրբ Գիրքն ասում է զգույշ եղիր։ Դա գիտեք մենակ հոգևորության մեջ չի, դա ցանկացած ոլորտում է։ Մասնագիտության մեջ, քո գործի վայրում, քո ամեն տեղերում, արա թե ես ուրիշ եմ էր։ Հենց, գիտեք իմ համար ոնց է, ոչ թե ասում են ընկնելու համար, այլ ընկել են նրա համար են ասում։ Ոչ թե խոսում են, որ հետո ընկնեն, այլ արդեն ընկած տեղից հանա մտածում ու խոսում, արդեն ընկած է նրա համար այդպես մտածում ինքն իր մասին։ Մի խաբեք մարդկանց, խնդրում եմ եկեք չխաբեք մարդկանց իրարու, առանց բառեր ասելու խաբեք իրար, առանց սուտ բառ ասելու իրար խաբեք, փորձենք մարդկանց մոտ կարծիք ձևավորել մեր մասին, դա խաբերություն է, ով ասում Սուրբ Գիրքը։ Եթե Պողոսի պես գիգանտն ասում է, չեմ ուզում մեկը իմ մասին ավելի մեծ կարծիք ունենա, քան որ իմ վրա տեսնում կամ ինձնից լսում են։ Գիտեք, անգամ քաղաքների անուն են գրում հռոմեացիների թղթում ուշադրել լսիր։ Օրինակ ասենք, Արարատից մինչև Արտաշատ Աստծո խոսքը լցրեցի։ Չի ասում Արտաշատից այն կոմել, ընդեղ ուրիշ մարդիկ են լցրել, ասում է, գիտեք ինչ է գրում, ասում է չեմ համարձակվի, Պողոսն է ասում, ասում է չեմ համարձակվի խոսալ այն բաների մասին, որ Աստված իմ ձեռքով չի արել։ Պողոսն է ասում, սահմանը դնում, ասում է ծառայել եմ Արարատից մինչև Արտաշատ օրինակ, Երուսաղեմից ասում է մինչև Լիվրիկացիների կողմերը, Քրիստոսի ավետարանը լցրել է, բայց ձեռս ըդից էյան չի հասե ասում է, չեմ համարձակվի, ըդից էյքոն բան խոսալու։ Բայց մենք այսօր շատ ազատ կարանք ասենք, գիտես ինչ եմ անում,
Գիտես ինչ եմ անում, դες ինչ ծառայություններ եմ անում, գիտես ինչ ես շասեմ էլ ասկարայցեն, մեծ, խնդրում եմ, սա ինձ ու կեզ տանում է այսօր խորքային, ֆունդամենտալ ապաշխարության, ինձ ու կեզ տանում է, որպեսի մենք մի հատ անցնենք սրա միջով, հասկանենք, գիտակցենք, որ մեզ փչել են, ով է փչե իմ սիրտ, ով է փչե սատանան, ով է փչե մեկը, գիտեք մարդու մոտ ինչ զգացողություն կա, անենց բան կա, փառավորվելու զգացմունք, ուշադրի լսիր, մարդու մեջ փառավորվելու զգացմունքը այնքան մեծ է, դա պղծված մարդու, հին Ադամի մասին եմ խոսում, մեղանչումից հետո, մեղ գործելուց հետո, այնքան մեծ է, հոգեբանության մեջ սենց բան կա, դու կարաս մարդուն գովաս, ինք հետա իրան կցի սպանի, գովալու խաթեր։ Սատանան է գործում տենց, ես համեմատում գովում, և հոգևորապես, այո, կեզ հասցնում է սպանության, գործանման հոգևորապես, կյանքդ գործանում է, այդ նայով ես դու, Պողոսը հպարտանում է իհարկե ոչ, ուղղակի մի քանի հոգ ուզում է տեղը դնի, բայց վերջում ստորագետից հետո բացատրում է, ասում է բոլորիցը շատ եմ աշխատել, այսքան ծառայ է, ասում է բայց ոչ թե ես, այլ Աստծո շնորհքը որի մեջ է։ Ով ես դու առանց Քրիստոսի ոչինչ, ով ես դու առանց Աստծո շնորհքի զերո, ով ես դու ոչ մի բան, բայց Քրիստոսով ամեն ինչ, միայն Քրիստոսով, ամեն և Քրիստոսի մեջ չկա այն ինչ որ ես այսօր ես 40 րոպեա խոսում եմ ավելի, ինչ որ խոսացի դա սատանայի մոտ է, քո չփոխված սրտի մեջ է, քո խաբող դիմացինի մեջ է և քո զգացմունքի մեջ է, որ ինքդ քեզ դու քո աթոռին նստած քեզ անընդհատ գովում ես, իջիր խնդրում եմ, իջիր թող Հիսուսը նստի այդ աթոռին և եթե ինքը նստավ քո աթոռին, գումարել աթոռ կա, ճիշտ աթոռ։ Ամեն։ Քեզ գովելով խաբում են, վատը ասելով քո մասին էլի են խաբում, այն բաները մենակ գովալով չեն խաբում, վատը ասելով էլ են խաբում, որ քեզ քո աչքից գցեն, նրանք ովքեր քո իրականությունը, լավ իրականությունը, ճիշտ ուզում են զրոյացնեն, նրանք խաբում են քեզ, լավ եմ ասում, հասկանում ես ինձ, նրանք ովքեր քեզ գովում են քո իրականությանը անհամապատասխան, նրանք քեզ խաբում են, նրանք մեկ ինձ ասում են, անկեղծ ասում եմ, եթերել գնում է, մեկ ինձ ասում են, օրինակ, կարող է մի հատ, օրինակ, դու մի բան անես, ասենք Արմենին, դու էլ էլի մի հատ, օրինակ, դու սենց բան ցույց տաս դրական, մի հատ էլ, ասեմ ես 100 հատ էլ կարամ, 200 հատ էլ կարամ, բայց կյանքի փորձը, քո ապրածը ցույց է տվել, բոլորի մոտ չէ, որոշ մարդկանց մոտ, դու ինչքան փորձում ես, դու իրան ավելի հանգիստ ու արխային ես գցում, ինչքան փորձում ես, դու իրան գլխի տակ փափուկ բաց ես դնում, ինչքան 100 անգամ համոզվել եմ, ինչքան փորձում ես, ինքը այդքան զգում է, հələ քո ընկերակցությունը ունի ելը, իրան մոտ քո ամեն փորձելուց, իրան մոտ այդ մարդը որ ուզում փոխվի, իրան մոտ մի բան է առաջանում, չէ, հələ ես կարևոր եմ, չէ, հələ մարդիկ իմ հանդեպ ուշադիր եմ, չէ, ես ու ինքը մնում է արխային, իրան մոտ չես թողում, որ կորցնելու վախը սկսի աշխատել, քո ամեն դիմելուց դու իրան մոտ ամրապնդում ես չկորցնելու վախը, որ իրան պահում է սխալի մեջ, բայց այսօր մի հատ զգում է, որ ինքը կարա կորցնի, այդ մարդը սկսում է կամաց փոխվել, կրկնում եմ սա 100-ից 100 չի բոլորի համար, ես խոսեցի այն պահի մասին, որ ես ինքս շատ մարդկանց հետ հանդիպել եմ այդպես, ամեն և վերջի համար է և կաղոթենք, խաբեության հոգու մասին է խոսում Հովհաննես առաքյալը, առաջի Հովհաննես 4:6,
Մենք Աստվածանից ենք, ով որ Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, ով որ Աստվածանից չէ, չի լսում մեզ, սրանից ենք ճանաչում ճշմարտության հոգին և խաբեության հոգին։ Տեսանք երկու հոգիներ, ճշմարտության հոգին և խաբեության հոգին։ Այսքան մի հատ հոգի, գիտեք, ստեղ դերի մասին չի։ Խաբված բնավորության մասին է խոսքը, որ դու խաբված ես, խաբված բնավորություն ունես, ինքդ քեզ նայում ես լրիվ ուրիշ կշեռքով, ուրիշ աչքով, սրա մասին է խոսքը, հիմա նայ, ինչ է անում խաբեության հոգին, ասում որ չի լսում ճշմարտությունը, որ դեպի մասին չասենք դեպը, որ ճշմարտությունը լսի, դիապաշխարի պրկվի, հասկանում եք ինչ եմ ասում։ Այսքան են բնավորությունը, են տեսակը, որ լսում է ճշմարտությունը, բայց խաբվածը չի կարում փոխվի, որտեղ ինքը մտածում է դա իր համար չէր, դրա համար չի փոխվում, մինչև քո վրա չվերցես չհասկանաս, որ սա քեզ է պետք, դու չես փոխվի, բայց երբ որ հասկանում ես, որ սա քո համար է, ընդունում ես ճշմարտություն ու սկսում ես փոխվել, 100% իմացեք, նրանք ովքեր իրանց կյանքում չեն փոխվում, նրանք ովքեր իրանց վատ բնավորությունները չեն թողնում, թարգում հայերեն ասած, չեն փոխվում, նրանք խաբեության հոգու տեսակի բնավորություն ունեն, որը չի թողնում, որ այս մարդը ճշմարտությունը լսի։ Լսում է, բայց չի ընդունում, ինձ չի էթում, չէ, դա իմ համար չի, դա ինձ չի վերաբերվում, կարող է Արմենի մասին է լսի, թող լինի Արսենի մասին, թող լինի, բա դու, ամեն, հիմա նայք, ինչ ասում խաբեության հոգին, ասում են չլսես ճիշտ է, ես իմ հասկանալով գրել եմ, ասում եմ չլսես ճիշտ է, դու ավելի ճիշտ ես, դու ավելի ճիշտ ես, Արսեն, դու ով ինչ ասես, նորմալ է, միգուցե լավ է, բայց դու ավելի ճիշտ ես, հետո, խաբեության հոգին ոչ միայն խաբում է, ուշադրեք լսեք, ոչ միայն խաբում է, որ մարդը ճիշտը չընդունի, այլ նաև խաբում է, որ դու սուտ է ընդունես։ Տեսա՞ր։ Այլ խոսքով ասած, դու չես կարա ճշմարտությունը մերժես ու մնաս նեյտրալ դիրքում։ Հասկացա՞ր ինչ եմ ասում։ Կրկնում եմ, դու չես կարա մերժելով ճշմարտությունը մնաս նեյտրալ դիրքում։ Օրինակ, ախպեր չեմ ընդունում ինչ որ ասում ես Արսեն ջան, չեմ ընդունում ախպեր, որ դու ճիշտ ես ասում կամ վերջը, չեմ հավատում ու քեզ թվա, որ ճշմարտությունը մերժելով քեզ ոչինչ չպատահեց։ Մի հատ լավ սեմինար եմ պատրաստել, հուսով եմ կանենք մոտակա վաղտը, բայց մի 10 վայրկյան մի հատ միտք բացեմ տեղից։ Թե չասեմ այդ օրը խոսակ։ Ասեմ լավ։ Քանի ոնք եք կարդացել Մատթեոս 7-ը։ 15 խոսքից սկսած զգուշացեք սուտ մարգարեներից ու ձեր մոտ են գալիս։ Հիշես թող, լավ ես արավ։ Ես ուզում եմ ցույց տալ, որ նեյտրալ դիրք, չեզոք դիրք չկա։ Այդ եմ ցույց տալիս իմ ուշադրի լսի։ Հիսուսն ասել է չես կարա խաղողից բա փշից խաղող քաղաս։ Ասել է թե չէ։ Փուշ խաղող։ Հիմա օրինակ։ Արսենը փուշ է, օրինակ եմ ասում, իմ վրա ասեմ, որ չնեղա, անցի բան չի լինի։ Իմ վրա եմ ասում։ Փուշ։ Արսենը փուշ է։ Արմենն ասում է, նայ, ուշադրի լսեք, բայց այդ փուշը ասոցացվում է սուտ մարգարեի հետ։ Հիսուսի բոլոր այդ տեքստի մեջ ասածները ասոցացվում է սուտ մարգարեի հետ։ Հիմա Արմենն ասում է Արսենը փուշ է։
Արսենին չլսես։ Ճիշտ ասում, ասենք թե համարեք Արմենը տոշնի սրտած հավությունից իրականությունը ասում է։ Ես ասում եմ, ախպեր ինչ ես խոսում ես մարդուն, տեսել ես ինչ ուժեղ գարան հանդերձ ունի հակած։ Ախպեր, ուշադիր լսիր։ Գիտես ինչ խաղող է, էցան պտուկ ուժեղ մեզ, ինչ խաղող կա։ Դամսկի պարչիկ, համով, գիտես, մի մասը մտածում այս մարդը խաղող է, մի մասը մտածում այս մարդը փուշ է, ու փուշ մտածողները ճիշտ են մտածում։ Արմեն ասում Օլգա, Արսենին չլսես, օրինակ, չետաս Արսենը քո համար աղոթի, չետաս ասի աշխարհի ամենագայթակղիչ բաներից մեկը Ալիք Հումար Մարգարյանը։ Արսենը փուշ է, ես ասում եմ, ինչ ես խոսում։ Չէ, բանը, Օլգան ասում է, ինչ ես խոսում այ Արմեն։ Օլգան եկել է Արսենից քարոզ լսելու կամ Արսեն իր համար Մարգարյանը կամ աղոթի, ուժեղ խաղողի պատկերացումով ու հավատով։ Իմ Արսենը քարոզում է։ Սա նման է նրան, որ Օլգան ձեռը գցում է, որ խաղող կաղի։ Ձեռը գցում է, ոյ, ես ինչ արեց։ Հասկանում եք իրար։ Սա այն մարդկանց համար է, շատ մանրամասը կանցնենք սեմինարին, օրեր եմ տվել դրան։ Սա այն մարդկանց համար է, ովքեր, որ ասում են, դերա հիմա մի հատ այնքան թու աղոթի, դերա հիմա մի հատ շեղված մարդու լսեմ, դերա հիմա մի հատ սենց մոլորված մեկի հետ ընկերություն անեմ, ինչ պետք է լինի որ։ Կամ խաղով ես քալելու, կամ փուշ, ուրիշ դիրք, գոյություն չունի։ Կամ այդ պահին չհասկանաս, որ դու վնասվար, ձեռդ գցիկ փշիկորի գիտես սա խաղով ես քաղելու, ձեռդ ծակել արուն է գալիս է, ասում ես լսի, արուն է սաղ, վնասվել ես, չարդու փշուրել ես, խապել են կեզ, օրինակով վրա մարգարյացել են, ասել են, կարգին մարդ ես հոգևորելով, էլած բան եմ ասում, դու ոնց ես մնում էտ ասեն ես հետ, եկեղեցում, ոնց ես նրանց հետ մնում վաբշե, խապել են կեզ, վնասվել ես, միտքը պախտորել են, արուն է հետում, զգացմունքներից հետ, մտքից հետ, սրտից հետ, արուն է չռում, բայց խոսում եմ ասեմ, արուն է գալիս, ասում գիտես ինչ խաղող է, Արսենը գիտես ինչ խաղող է, հանգարյացավ, ինչ, որ ես սես կնեմ, դու եք ես հավատում, որ դու կմես էդրի, հասկանում ես ինձ ինչ եմ ասում, ես մի փոքր դրվան է սեմինարից մեջ բերում արեցյան, որ կեզ ախոժակըտ գրգրի, որ երբ որ ասենք սեմինարը ներկան ես, համել ցույց տալու աղետարանից, որ նեյտրալ դիրք գոյություն չունի, եթե դու լսում ես խառը մարդու, որի իրականությունն ու խոսալը իրար հետ կապ չունի, դու չես կարա չվնասվես Հիսուսն ասել։ Եթե դու մարդուն ընդունում ես որպես գառ, արտաքինով, իրա խոսքով, ինքն իրա մասին պատմածով, ըտենց ես ընդունում ուզում ես իրանից բուրդ վերցես, կատ վերցես, արդեն սեմինարն է հետում, չէ ես ապարում։ Բայց Սուրբ Գիրքն ասում է ինքը գայլ է։ Դուք պատկերացնում եք ձեր ձեռքը գցում եք մեկի վրա, որ իրանից գառի բան վերցնեք, բայց դուք իրականում ձեռ եք մեկնում գայլի երախին։ Հիմա դուք ասեք կվնասվեք, թե չէ։